Գբոմադուն և Ժիրայր Շաղոյանը չեն հայտնվել մեկնարկային կազմում։ Առաջը շարժվում Արարատ Արմենյան, Կամո Հովանիսյան և վաստակեց անկյունային 0-0։ Խլել են գնդակը Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները, Դուվարտե շատ վտանգավոր էր, Բուչնևը փրկեց, Միխայիլ Կովալենկոն էլ դուրս բերեց գնդակը։ Երկար տեղափոխություն առաջ, Արմեն Ամբարձումյան և հեռվից է արվածում Մարիուս Նուբիսին ու Ստանիսլավ Բուչնևը որսած գնդակը։ Նախորդ 8 հանդիպումները ավարտել է հաղթանակով, վերջին անգամ չի հաղթել Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում, Վանի դեմ մրցավեճը խաղաղ ելք էր ունեցել, 1-1 հաշվով էր ավարտվել, Էրիկո Կանսի մտավ Տուգանային հրապարակ, Էրիկո Կանսին վտանգավոր է, Կամո Հովանիսյան և շեղ ընթացավ գնդակը Միգուտ Նուբիսի, Կարեն Մուրադյանն ուղարկում է գնդակը Աչիեզր, Ջոնաթան Դուարտե, Կամո Հովանիսյան բարձրից փոխանցում Տուգանային հրապարակ, Տենտոն Ենե, Կուլիկով ուղարկում է գնդակը Տուգանային հրապարակ, վտանգավոր է և գնդակը դարպասում է Անտոն Բրատկով, Փյունիկը 1 գոլ հետ է բերում, զարմացած է Եղիշե Մելիքյանը, փոխանցում Կուլիկովին, Դավիթ Դավիթյան բարձրից ուղարկում է գնդակը Տուգանային հրապարակ, շատ վտանգավոր էր Յուսուֆ Օտուբանջոն էր փորձում հարվածել, եթե ճիշտ նկատեցի Հենրի Ավագյանը հպվեց գնդակին, չեզոքացրեց վտանգը, Ենե, Կարեն Մուրադյան, միացավ գրոյին Էդգար Գրիգորյանը, Գրիգորյան ուղարկում է գնդակը Տուգանային հրապարակ, Նուբիսի և բարձր է հարվածում Մարիուս Նուբիսին, ևս մեկ շանս չօգտագործեց Արարատ Արմենյան, ձախ եզրում Խուլիո Բուենոն, շատ լավ դիմավորեց նրան, Մատաս Վարեյկա, Գեյրուշը կանգնեց գնդակի ճանապարհին, վտանգավոր է, գոլ, 2-0, Փյունիկը հավասարեցնում է դիմակայության հաշիվը, փոխանցում Կամո Հովանիսյանին, Տուգանային հրապարակում է Հովանիսյանը և Ստանիսլավ Բուչնև, առաջին հանդիպումը պարտվել է 0-2 հաշվով։ Մարիուս Նուբիսի հարվածում է Նուբիսին, Ստանիսլավ Բուչնևը հեռացրեց գնդակը, շատ ամուր հարված էր Մարիուս Նուբիսի կողմից, Հովանես Հարությունյան, Շաղոյան, շատ լավ շրջանցեց Դավիթ Դավիթյանին, Ժիրայր Շաղոյան, փոխանցում Տուգանային հրապարակ, Հովանես Հարությունյան, Շաղոյան և խանգարեց այստեղ Մարիուս Նուբիսին, Ժիրայր Շաղոյանին, երկար փոխանցում առաջ և լսվում է մրցավարի սուլուչի ձայնը, հանդիպումն ավարտված է, դիմակայությունը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ և կարող են գրով ձեռնարկել արդեն Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները, Էդգար Գրիգորյան, Շաղոյան, փոխանցում առաջ Մարիուս Նուբիսի, ասավ գնդակին Նուբիսին, միացել է գրոյին Շաղոյանը, Ժիրայր Շաղոյանը արված և Ստանիսլավ Բուչնև, Հենրի Ավագյանին, Ժեղարված առաջ, Կամո Հովանիսյան, ասավ գնդակին Կամո Հովանիսյանը, Էրիկո Կանսի, Հովանես Հարությունյան, Մարիուս Նուբիսի, Շաղոյան, Ժիրայր Շաղոյան, Նուբիսի, Մարիուս Նուբիսի, ևս մեկ հարված նրա կողմից տեսանք և Ստանիսլավ Բուչնևը վերցնում է գնդակը, Կամո Հովանիսյան, Սոլոմոնի Մեուդոբ, հրադարձնում են գնդակը Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները, Էրիկո Կանսի և շեղ է հարվածում Էրիկո Կանսին, Մարիուս Նուբիսի, Տուգանային հրապարակում է Նուբիսին, վտանգավոր է և շեղ հարվածեց Հովանես Հարությունյանը, գնդակը ուղղակի ցանկություն չունի Փյունիկի դարպասում հայտնվելու, որոշեցին խաղարկել, Հարությունյան, փոխանցում Շաղոյանին,
Լավներ այս տեղափոխությունը Հարությունյան վտանգավոր է եւ այս անգամ էլ գնդակը չհայտնվեց Փյունիկի դարպասում։ Առաջ է ուղարկում գնդակը Սերգեյ Վակուլենկոն, Շաղոյան եւ լսվում է մրցավարի սուրիչի ձայնը 11 մետրանոց արվածաշարի միջոցով Արարատ Արմենիան եւ Փյունիկը կորոշեն այստեղի Գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակցին։ Կարողացավ քամբեկ կատարել լրացուցիչ ժամանակում։ Գոլեր չտեսանք, չնայած լրացուցիչ առաջին խաղակեսումը Արարատ Արմենիան բավական մեծ առավելություն ուներ, մի քանի վտանգավոր հարված կատարեց, շատ մոտ էր հաջողությանը, բայց այդպես էլ գոլ խփել չկարողացավ։ Արդյունքում հանդիպումը հասավ 11 մետրանոցներ։ Տրամադրված են երկուսն էլ։ Սուլեց Արտեմ Գասպարյանը։ Էդգար Մալաքյան եւ գնդակը դարպասում է։ 1-0 Փյունիկը բացում է 11 մետրանոց հարվածաշարի հաշիվը։ Գուշակեց Սարուացի ուղղությունը Ների Ավակյանը, բայց փրկել չկարողացավ։ Շատ լավ հարված էր Էդգար Մալաքյանի կողմից։ Մարիուս Նուբիսին կհարվածի Արարատ Արմենիայից եւ կհարվածի առաջինը։ Վերջին րոպեներին նա անդադար հայտնվեց տեսախցիկների ուշադրության կենտրոնում։ Փյունիկի ֆուտբոլիստների հետ հարաբերություններ էր պարզում։ Լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին նաեւ դերքարտ ստացավ։ Տեսնենք արդյոք այդ փոքրիկ միջադեպերը հոգեբանական վատ ազդեցություն թողել են Նուբիսիի վրա, թե ոչ։ Հարվածելուց առաջ շունչ քաշեց Մարիուս Նուբիսին։ Նուբիսի հարվածում է Նուբիսին եւ գոլ։ Շատ սառնասիրտ հարված էր Մարիուս Նուբիսիի կողմից։ Բաժանեց գնդակը դարպասապայից։ Ստանիսլավ Բուչնևը ոչ մի շանս չստացավ իր թիմին փրկելու։ Տարոն Ոսկանյանը կհարվածի Փյունիկից։ Մարիուս Նուբիսինի դեպ նախորդ 8 խաղերում 12 արդյունավետ գործողություններ կատարել, 10 գոլ, 2 ասիստ։ Այսօր խաղից արդյունավետ գործողության աչքի ընկնել չկարողացավ, բայց իրացրեց 11 մետրանոց, անչափ կարևոր 11 մետրանոց։ Տարոն Ոսկանյան մոտենում է գնդակին, Ոսկանյանը եւ վրիպում է Փյունիկի պաշտպանը։ Ների Ավակյանը փրկեց դրությունը։ Շատ թույլ հարված էր Տարոն Ոսկանյանի կողմից, շատ վատ հարված էր եւ առանց ուժերի գերլարման Ների Ավակյանը հեռացրեց գնդակը։ Հովհաննես Հարությունյանը կմոտենա գնդակին։ Կարող է Արարատ Արմենիան առավելություն ստանալ։ Հարությունյան հարվածում է Հարությունյանը եւ գնդակը հայտնվեց դարպասում կենտրոնով։ Շատ հանգիստ դիպուկ հարվածով գրավեց Բուչնևի պաշտպանած դարպասը։ 2-1 Արարատ Արմենիան առաջ է անցնում հաշվի մեջ։ Սոլոմոնի մե Ուդոն է հարվածելու։
Սոլոմոնի Մեուդո արված և գրավեց Էնրի Ավակյանի պաշտպանած դարպասը Սոլոմոնի Մեուդոն այնքան էլ լավ արված չէր, Էնրի Ավակյանը մոտ էր փրկելուն, ինձ կպվեց գնդակին, մեծ կարողանում է Սոլոմոնի Մեուդոն հավասարեցնել հաշիվը։ Շիրայր Շաղոյանն է տեղադրում գնդակը։ Շատ լավ մտավ փոխարինման Շիրայր Շաղոյանը։ Այվ աստրեց մեկ հարված կատարել արձակցի դարպասին, սակայն Ստանիսլավ Բուչնևը ֆորսած գնդակը։ Շաղոյան արված գոլ։ 3-2։ Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները դեռ չեն վրիպում։ Սերգեյ Վակուլենկոն կհարվածի Փյունիկից։ Էշեմ Մելիքյանի գլխավորած թիմի ավակը, այսօրվա խաղի ավակը։ Սերգեյ Վակուլենկո և դարպասածողերը փրկեցին Արարատ Արմենիային։ Վրիպեց նաև Սերգեյ Վակուլենկոն։ Խուլիո Բուենոն է արվածելու և գոլ խփելու դեպքում Արարատ Արմենիային Խուլիո Բուենոն դուրս կբերի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Սուլեց մրցավարը, Խուլիո Բուենո, գոլ! Արարատ Արմենիան երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում է։